Je vais d'abord répondre à votre question, puis ensuite je vais compléter ma réponse à la question précédente. Sur votre question, nous avons soutenu les efforts հայկական իշխանությունների ջանքերը հասնելու համար Ադրբեջանի հետ խաղաղության պատշաճ համաձայնագրի եւ երբ երկու կողմից քաղաքական համաձայնության հասան, մենք ողջունել ենք եւ մենք քաջալերում ենք Ադրբեջանին ստորագրել այս համաձայնագիրը, որպեսզի այսպիսի տարածաշրջանում, որը շատ կարևոր է, կենտրոնական դեր ունի եւ դրա առիթը կունենանք խոսելու Երևանյան երկխոսության շրջանակում հաղորդակցության կապակցվածության հանգույց է շատ կարևոր Եվրոպայի համար, շատ կարևոր է, որ այդ համաձայնագիրը ստորագրվի։ Մի քանի շաբաթ առաջ նորից լարվածություններ ի հայտ եկան, մենք զսպվածության կոչ արեցինք, որովհետև այսքան մոտ խաղաղությանը իսկապես ողբերգական կլիներ, որ բռնության պատճառով եւս մեկ անգամ հարցի տակ դրվի խաղաղությունը։ Ես եւս մեկ անգամ նշում եմ, որ մենք ցանկանում ենք, որ քաղաքական համաձայնության կարողանան գալ եւ համաձայնագիրը ստորագրվի։ Հիմա կվերադառնամ նորից նախորդ հարցին Ռուսաստանի եւ Ֆրանսիայի միջև անհամաձայնությունների նույնիսկ որոշակի թշնամանքի մենք Ֆրանսիան, Եվրոպան, մենք պատերազմի մեջ չենք ոչ Ռուսաստանի դեմ, ոչ ռուս ժողովրդի դեմ, սակայն մենք դիմադրում ենք պուտինիզացիային, այսինքն ուժի միջոցով եվրոպական մայրցամաքի վրա սահմանների վերագծմանը, այս սկզբունքը մենք չենք կարող ընդանել, դրա դեմ մենք դիմադրում ենք, այդ դիմադրությունը դրսևորվում է մեր աջակցությամբ Ուկրաինայի սուվերենությանը, անկախությանը եւ տարածքային ամբողջականությանը եւ նրա ռազմական ջանքերին զսպելու համար ռուսական ագրեսիան, այսինքն ոչ Եվրոպան, ոչ Ֆրանսիան որևէ նկարտում չունի եւ տարածքային պահանջ չունի Ռուսաստանի նկատմամբ ընդհակառակը եւ մեր դիմադրությունը շարունակելու է դրսևորվել նաեւ գնալով ավելի ու ավելի ծանր պատժամիջոցների միջոցով, որոնք կփորձեն ետ մղել կամ գոնե պատերազմական ջանքը Վլադիմիր Պուտինի վարած պատերազմի ջանքը ավելի անտանելի դարձնել, որովհետև մեր ցանկությունն է, որ պատերազմը դադարի եւ բանակցություններ սկսվեն։ Ուկրաինացիները արդեն պատրաստ են, հիմա հերթը Վլադիմիր Պուտինինն է։ Վերջին հարցի հնարավորությունը Armen Press։ Շնորհակալություն Էմանուել Մարգարյան, Armen Press, պետական լրատվական գործակալություն, հարցս առնչվում է վիզաների ազատականացմանը, նախ Ֆրանսիայի հարկարժան արտգործնախարարին եմ ուզում հարց ուղղել, մի կողմից երկրները եվրոպական իրենց միգրացիոն քաղաքականությունն են խստացնում, բայց մյուս կողմից էլ տեսնում ենք, որ ակտիվ այդ բանակցությունները Հայաստանի հետ վարվում են վիզաների ազատականացման հետ կապված։ Ինչ եք ակնկալում պարոն նախարար այս գործընթացից, ինչ դա կտա Եվրոպային նաև, ինչ կտա Հայաստանին պարզ է, որովհետև մենք սպասում ենք դրական ավարտին այդ գործընթացի, եւ օգտվելով առիթից նաև պարոն Միրզոյան, մի քանի խոսքով ասեիք, թե ինչ փուլում են բանակցությունները այժմ վիզաների ազատականացման հետ կապված։ Շնորհակալություն։ Je vais vous répondre, comme je l'ai dit tout à l'heure, que l'Union européenne, à travers cette discussion qui s'engage sur la libéralisation Հուսով եմ, ցանկանում եմ, որ կհանգեցնեն ստեղծելու նոր հնարավորություններ ի նպաստ հայերի, բայց նաև Եվրամիության։ Շնորհակալ եմ, ես էլ կփորձեմ հնարավորինս համառոտ անդրադառնալ, հատկապես որ շատ այստեղ քաղաքական ասելիք ամենայն դեպս չկա, մենք ունենք երկու կողմերի մեծ պատրաստակամություն, բանակցությունները սկսված են, բայց կան նաև բազմաթիվ տեխնիկական հարցեր, տեխնիկական գործեր, որոնք պետք է արվեն, թույլ տվեք նաև այսպես ձևակերպել, եւ մի մասը հենց մեր պարտավորություններն են, մենք քիչ առաջ խոսեցինք բիոմետրիկ անձնագրերից, սա միայն մեկն է այն անելիքներից, որոնք պետք է ապահովվեն, որպեսզի Հայաստանը եւ Եվրոպական միությունը միասին կարողանան այդ որոշմանը գալ, այսինքն այստեղ բանակցությունները միայն միմյանց համոզելու մասին չեն, այլ նաև պատկերացնելու են ճանապարհ, այն քայլերը, որոնք պետք է արվեն երկու կողմերի կողմից էլ։ Այսքան շնորհակալություն։